Բարև ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ Հիսուս Քրիստոսում։ Այսօրվա հաղորդումը նրանց համար է, ովքեր որ ասում են, թե իբր մարդը չի կարող կատարյալ լինել, մեջ բերելով Պողոս առաքյալի այն խոսքերը, որ ասում էր առաջին Կորինթացիս 8-րդ գլխի 2-րդ խոսքում, եթե մեկը կարծում է, թե բան գիտե, նա դեռ բան չգիտած, ինչպես պետք է գիտել։ Կամ էլ բերում են առաջին Կորինթացիս 10-րդ գլխի 13-րդ խոսքը, ուրեմն ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի։ Կամ էլ առաջին Կորինթացիս 3-րդ գլխի 18-րդ խոսքը, որ ասում է. ոչ ով իր անձը չխաբե, եթե ձեզանից մեկը կարծում է, թե իմաստուն է այս աշխարհումը, թող նա հիմար լինի, որ իմաստուն լինի։ Կամ էլ Հովանու ավետարան գլուխ 1:8-10 խոսքերը. եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը մեզանում չէ։ Եվ վերջապես որոշների համար ավելի հոգեհարազատ Հռոմեացիներին ուղված թուղթը գրված 7-րդ գլխի 14-ից 25 համարներում, որ ասում է. որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես եմ մարմնավոր, մեղքի տակ ծախված, որովհետև ինչ որ գործում եմ չգիտեմ, որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ, այն եմ գործում, այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։ Եվ եթե ինչ որ չեմ կամենում, այն եմ գործում, օրենքի համար վկայում է, թե բարի է։ Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղքը, որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն իմ մարմնումը մի բարի բան չէ բնակվում։ Քանզի կամենալը կա իմ մոտը, բայց բարին անելը չեմ գտնում։ Քանզի ոչ թե բարին, որ կամենում եմ, անում եմ, այլ չարը, որ չեմ կամենում, այն եմ գործում։ Ուրեմն եթե այն, որ չեմ կամենում ես, այն եմ անում, ել ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը։ Ուրեմն գտնում եմ այդ օրենքը, որ երբ ես կամենում եմ բարին անել, չարը իմ մոտ կա, որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին ներսի մարդովը, բայց տեսնում եմ ուրիշ օրենքի անդամներումը, որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը, որ իմ անդամներումն է։ Ես ինչ խեղճ մարդ եմ, ով կապրեցնե ինձ այս մահի մարմնից է։ Բայց այն, որ 25-րդ խոսքում էլ Պողոս առաքյալը շնորհակալ է Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, դրա մասին չգիտես ինչու ոչ մի բացատրություն չկա։ Այն, որ Նոյը իր դարումը կատարյալ մարդ էր, գրված է Ծննդոց գլուխ 6-9-րդ խոսքում, Հոբը, որ նույնպես կատարյալ մարդ էր, գրված է Հոբի առաջին գլխի առաջին խոսքում, սրա մասին էլ չգիտես ինչու էլի չեն խոսում։ 8-րդ խոսքում էլ Հոբի առաջին գլխի Տերը ասում է սատանային. ուշադրություն դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա, կատարյալ եւ ուղիղ մարդ, աստվածավախ եւ չարությունից հեռացող։ Հոբի 23-ում էլ Հոբի խոսքերն են հենց իր մասին գրված, որ նա ասում է. սակայն նա գիտե իմ ճանապարհը, ինձ փորձելիս ես ոսկի նման դուրս կգամ։ Նրա քայլումը պինդ է իմ ոտքը, նրա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորվել, նրա շրթունքների պատվիրանքների չեմ շեղվել, իմ կանոնիցը ավելի պահեցի նրա բերանի խոսքերը։ Սաղմոս 18-ի մեջ էլ Դավիթ թագավորն ասում է, որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստվածանից ամբարշտությունով չհեռացա, որովհետև նրա ամեն իրավունքները իմ առաջն են եւ ես նրա պատվիրանքները ինձանից չեմ հեռացնում։ Ես անարատ եմ նրա առաջին եւ զգուշանում եմ իմ անօրենությունից։ Իսկ Երկրորդ Թագավորաց գլուխ 22-ի 23-ից 23 համարներում էլ ասում է, որովհետև նրա բոլոր իրավունքները իմ առաջին են եւ նրա օրենքներից չհեռացա եւ նրա առաջին կատարյալ եղա։ Դուք ուշադրություն դարձեք ամեն կատարյալ բառերը, որ ես ասում եմ, ուշադրություն դարձեք դրանց վրա։ Ու զգուշացա իմ անօրենությունիցը եւ ինձ հատուցեց Տերը իմ արդարության պես, իմ մաքրության պես նրա աչքերի առաջին։ Սուրբ ես,
կատարյալ մարդի հետ կատարյալ ես, մաքուրի հետ մաքուր ես և ծուռի հետ ծռվում ես։ Աստված է իմ զորավոր բերդը ու կատարյալին տանում է իր ճանապարհովը։ Հիմա այս մարդիկ, որ ասում են իրանք կատարյալ են, որ իրանց փորձելիս իրանք ոսկու նման են դուրս գալիս, Տիրոջ ճանապարհը պահել են ու չեն մոլորվել, միթե այս մարդիկ սուտ են խոսում կամ էլ հպարտացած են։ Կամ լավ ասենք, եթե մարդը չի կարող կատարյալ լինել, բա ինչ եք կարծում, Տեր Հիսուսը ինչի է Մատթեոս ավետարան գլուխ 5-ի 48-րդ խոսքում ասում հետևյալ խոսքերը. Արդուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքումն է, կատարյալն է։ Ինչա Տեր Հիսուսը օդի մեջ բաներ էր խոսում, կամ հայրը, որ ասում է Երկրորդ Օրինաց 18-րդ գլխի 13 խոսքում, քո Եհովա Աստծո հետ կատարյալ լինես։ Կամ էլ Ծննդոց 17-ի առաջին խոսքը, որ ասում է. Եվ երբ որ Աբրահամը 99 տարեկան էր, Եհովան երևեցավ Աբրահամին եւ ասեց նրան. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առաջին վարվիր եւ կատարյալ եղիր։ Կամ եթե հնարավոր չի կատարյալ լինելը, ապա ինչպես էր Պետրոս առաքյալը իր թղթերում առաջին Պետրոս առաջին գլխի 15-րդ խոսքում հիշեցնում հոր խոսքերը, որ ասում էր. Այլ ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը, որովհետև գրված է. Սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Կամ էլ ասենք, ինչպես եք կարծում, միթե Աստված մի բան կպահանջեր մարդուց, որը որ մարդը իզորու չէր կատարելու։ Ես մի քանի կարճ համարներ կընթերցեմ, ու դուք մտածեք, միթե դրանք պարապտեղն են գրված Աստվածաշնչում։ Առաջին Կորինթացիս գլուխ 14:20 Եղբայրք, մտքով տղա մի լինիք, բայց չարության կողմանե տղա եղեք, իսկ մտքով կատարյալ եղեք։ Երկրորդ Կորինթացիս 13:11 խոսքը Վերջապես եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք եւ խաղաղություն արեք եւ սերի եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի։ Կողոսացիս գլուխ 4:12 խոսքը Բարև է տալիս ձեզ Եփափրաս Քրիստոսի ծառան, որ ձեզանից է։ Ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղոթներում, որ կատարյալ եւ լցված լինիք Աստծո բոլոր կամքումը։ Եբրայեցիս գլուխ 12:23 խոսք Եվ երկնքումը գրված անդրանիկների հանդեսին եւ եկեղեցուն եւ ամեն դատավոր Աստծուն եւ կատարյալ արդարների հոգիներին։ Տեսնում եք, կատարյալ արդարների հոգիներին։ Եվ առակած գլուխ 2:21 համարն է լսենք, որովհետև ուղիղները կբնակվեն երկրի վրա եւ կատարյալները կմնան նրանում։ Հիմա միգուցե որոշների մոտ հարցեր էլ առաջանան իմ անձի շուրջ, արդյոք ես կատարյալ եմ թե ոչ։ Ասեմ սիրելիներ, որ ես դեռ չեմ կարող ասել այն խոսքերը, որոնք որ ասում են իրենց մասին Հոբը կամ էլ Դավիթ թագավորը եւ ինչու՞ չէ նաեւ Պողոս առաքյալը։ Իհարկե Պողոս առաքյալը այս խոսքերը ասում է վերջում, բայց սկզբնական շրջանում ինչ որ ինքը խոսում էր, ես կընթերցեմ։ Քանի որ այս պահին իմ հավատքի փուլը այնպեսին է, իմ հավատքի հասակը այնպեսին է, ինչպես որ Պողոս առաքյալն էր ասում Ֆիլիպեցիս 3-րդ գլխի 12-ից 21 համարներում։ Նա ասում էր. ոչ իբր արդեն բռնած լինեմ, կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որից եթե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Հիսուս Քրիստոսիցը բռնված եմ։ Եղբայրք, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով դեպի առաջի լինողներն եմ նկարտում։ Հետևում եմ դեպի նպատակը, Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը։ Այսինքն, ես նույնպես դեռ ինձ կատարյալ չեմ համարում, բայց Հիսուս Քրիստոսը բռնված, հետևի բաները մոռանալով դեպի առաջ եմ գնում, որպեսզի հասնեմ դրան։ Ուշադրություն դարձրեք, որ 15-րդ խոսքում էլ ասում է. Արդ որոնքս կատարյալ ենք, այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կհայտնի ձեզ։ Արդ որոնքս որ կատարյալ ենք, նշանակում է, որ արդեն որոշները իրենց մեջ հասել էին կատարելության։ Եթե այդպես չլիներ, ես չեմ կարծում, որ Պողոս առաքյալը կասեր արդ որոնքս որ կատարյալ ենք։
Իսկ 16-րդ խոսքում էլ ասում է. միայն թե ինչ որ հասանք, նույն կանոնով վարվենք, նույնը մտածենք։ Ինձ նմանող եղեք, եղբայր, եւ նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունիք։ Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում է ձեզ, եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստված իրանց որովայնն է եւ փառքը իրանց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում։ Բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգի մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի այն զորությունովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Այսպիսով, սիրելիներ, ինչի համար չեն կարողանում մարդիկ կատարյալ լինել։ Պողոս առաքյալն ասում է պատճառը, քանի որ նրանք երկրավոր բաների մասին են մտածում։ Նրանց Աստվածը իրանց որովայնն է եւ փառք իրանց ամոթը։ Եթե հիշում եք Մատթեոս ավետարան գլուխ 19-ի մեջ, երբ որ պատանին ասում էր. «Ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ», Հիսուսն էլ ասում էր նրան. «Պատվիրանները եթե գիտես, մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, պատվիր հորդ եւ մորդ, դու կժառանգես Աստծո արքայությունը»։ Պատանին էլ ասում է նրան. «Ես դրանք մանկությունից պահել եմ»։ Էլ ինձ ինչ է պակաս։ Հիսուսն էլ նրան ասում է. «Մեկ բան քեզ պակաս է, եթե կամենում ես կատարյալ լինել, գնա ունեցածները ծախիր եւ տուր աղքատներին եւ գանձ կունենաս երկնքումը եւ եկ հետեւիր ինձ»։ Եվ այդ խոսքից հետո գրված է պատանին էլ տրտմած գնաց, որովհետեւ մեծ ինչքի տեր էր, այսինքն շատ ունեցվածք ուներ։ Հիսուսն էլ այս տեսնելով ասում է, որ ավելի հեշտ է, որ ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը, որ կմտնի երկնքի արքայություն։ Հիմա հարցը հետևյալն է, սիրելիներ։ Պատանին ճիշտ է, օրենքը պահել էր մանկությունից, բայց պարզվեց, որ նրա սիրտը կապված էր ոչ թե Աստծո հետ, այլ հարստության, որի պատճառով էլ կատարելության չէր կարողանում հասնել։ Հիմա դուք, սիրելիներ, ովքեր որ չեք կարողանում կատարելության հասնել, ասեք խնդրեմ, ո՞րն է դրա պատճառը։ Դուք ինչի՞ եք կապել ձեր սրտերը այս կործանվող աշխարհում։ Ո՞րն է ձեր նպատակը։ Պողոս առաքյալն ասում է, նրանք երկրավոր բաներ են մտածում, երկրավոր բաների մասին, բայց մեր քաղաքականությունը երկնքումն է։ Այդ պատճառով էլ մենք բոլորս էլ, ովքեր որ մտածում են երկնավորների մասին, ձգտում են կատարելությանը հասնենք, որպեսզի մեռելների հարությանն էլ հասնենք։ Մեկ այլ տեղում էլ մենք կլսենք, որ առաքյալը արդեն հասել է կատարելության եւ ժամանակը եկել է արդեն փառած պսակը առնելու։ Երկրորդ Տիմոթեոս գլուխ 4-ի 7-ից 8 համարներում գրված է. Պողոս առաքյալն ասում է. «Բարի պատերազմը պատերազմելա, ընթացքը կատարելա, հավատքը պահելա եւ այսուհետև մնում է նրան, որ արդարության պսակը առնի, որ Տերը տալու է նրան այն օրումը, արդար դատավորը, եւ ոչ միայն նրան ասում է, այլև ամենին, որ սիրել են նրա հայտնությունը»։ Այսինքն նրանք, ովքեր որ սիրել են Տիրոջ հայտնությունը, փառավոր պսակը, նրանք էլ պետք է առնեն։ Իսկ ովքեր են սիրել նրա հայտնությունը, նրանք, ովքեր որ ջանք չեն խնայել բարի պատերազմը պատերազմելու, ընթացքը կատարելու եւ հավատքը պահելու սրբացման ճանապարհը անցնելու, այսինքն աշակերտվելու մեջ։ Չէ՞ որ Տեր Հիսուսը ինքն էր ասում իր աշակերտներին իր երկինք համբարձվելուց առաջ, որ գնան բոլոր ազգերը աշակերտեն, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը, ասում է նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն։ Այսինքն առաքյալները պատվեր ունեն ոչ միայն ավետարանը քարոզելու եւ մկրտելու, այլ նաեւ աշակերտելու եւ սովորեցնելու մարդկանց այն ամենը, ինչը որ իրենք են սովորել Հիսուսից։ Եվ նա մի քանիսին տվել է առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ, ինչի համար։ Եփեսացիս գլուխ 4-ի 11-ից 14 համարներում գրված է. սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդին ճանաչելու միությանը, եւ ուշադրություն դարձրեք, ասում է, կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափովը,
որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուծը մարդկանց խաբեբայությունով, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունով։ Այսինքն, սիրելիներ, եթե ամփոփենք այսօրվա հաղորդումը, ստացվում է այսպես, որ նրանք, ովքեր որ վերստին ծնվել են, Պետրոս առաքյալն ասում է առաջին Պետրոս գլուխ 2-ի 1-3 համարներում, պետք է դեն գցեն ամեն չարությունը եւ ամեն խաբեությունը եւ կեղծավորությունները եւ նախանձը եւ ամեն չարախոսությունը եւ նորածին երեխաների պես ցանկանան այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով էլ աճեն դեպի փրկությունը։ Դե եթե մարդը վերստին ծնվել է, Սուրբ Հոգու պարգևը առելա, ջրով մկրտվել է, մենք կարանք իրան համարենք փրկված, չէ՞։ Ապա այդ դեպքում ինչի համար ասում, որ նրանք պետք է աճեն դեպի փրկությունը։ Ու երրորդ խոսքում ասում է, եթե ճաշակել են, որ Տերը քաղցր է։ Այսինքն, եթե ճաշակել են, որ Տերը քաղցր է, սա արդեն խոսում է այն մասին, որ վերստին ծնվածները նախնական փուլում երեխաներ են համարվում։ Որտեղ Տիրոջ քաղցրությունը դա առաջի փուլն է, երբ որ մարդը Սուրբ Հոգի է ստանում, վերից զորություն է հագնում, ու ինքը այդ պայն որպես նոր ստեղծված, նոր ծնված է համարվում, եւ նրանք կարող են ընկնել ու կանգնել մինչեւ այն պահը, քանի դեռ ավետարանի անխարդախ կաթով չեն աճել դեպի փրկությունը։ Հիմա նայեք ինչ ասում Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս գլուխ 13-ի 11 համարում։ Երբ որ երեխայի պես է խոսում, երեխայի պես է մտածում, երեխայի պես է համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Ինչ այսօրվա հավատացյալները չեն կարողանում դառնալ այն մարդը, ինչ որ Պողոսն ասում, կամ Պետրոսն ասում, թե պետք է միշտ երեխա մնան, պետք է միշտ ընկնեն ու հելնեն։ Չէ՞ որ ստեղ գրված է, երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Գաղատացիներին ուղված թղթում էլ գլուխ 4-ի 1-5 համարներում ասում է. քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայեց ոչինչ տարբերություն չունի, թեև ամեն բանի տեր է, բայց վերակացուների եւ տնտեսների ներքև է մինչեւ հոր որոշված ժամանակը։ Այնպես էլ մենք, քանի որ երեխաներ էինք, աշխարհի սկզբունքների ներքև ծառայության մեջ էինք, բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդին կնգանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրությունը ընդունենք։ Եվ որովհետև դուք որդիկ եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբբա հայր։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, եւ եթե որդի, Աստծո ժառանգել Քրիստոսով։ Բայց այն ժամանակ, որ Աստծուն չգիտեինք, ծառայում ենք նրանց, որի բնե աստվածներ չեն։ Բայց հիմա որ ճանաչեցինք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցաք, ինչպես է կրկին դառնում դեպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամեն մեկ դարձյալ ծառայել։ Մեկ այդտեղ էլ ասում է, որ դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք։ Ու եկեք չմոռանանք, սիրելիներ, Տեր Հիսուսի այն խոսքերը, որ ասում էր հրեաներին, թե ամեն ով որ մեղքի գործում մեղքի ծառա է, ծառան էլ հավիտյան չի կենում տան մեջ, այլ որդին է կենում հավիտյան։ Եվ եթե ասում է դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ուրեմն եթե որդին ազատ է ձեզ, հիրավի ազատ կլինեք։ Սիրելիներ, ուզում եմ այսօրվա հաղորդումը ավարտել հետևյալ համարներով, որը նույնպես խոսում է այն մասին, որ կատարյալ լինելը այսօր ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ։ Ու եթե կատարելությունը անհրաժեշտ չլիներ, հավատում եմ, որ 10 կույսերի առակն էլ գրված չի լինի։ Ինչի համար, քանի որ 10 կույսերից Աստծո արքայությունը մտան այն 5 իմաստունները, որոնք որ պատրաստ էին փեսային դիմավորելու։ Եթե կատարելությունը անհրաժեշտ չլիներ, Տեր Հիսուսը հայտնության գրքում Սարդեսի եկեղեցուն ուղված պատգամում չէր ասի հետևյալ խոսքերը. Սա է ասում Աստծո 7 հոգիները եւ 7 աստղեր ունեցողը, գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես, արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետեւ քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջին։ Եթե կատարելությունը անհրաժեշտ չլիներ, Հայտնության 22-ի 14-ից 15-ը, Մատթեոս 7-ի 21-ը, Մատթեոս 12-ի 48-ից 50-ը եւ ելի շատ նման համարներ
գրված չեն լինի Աստվածաշնչում, որտեղ ասում է երանել են նրա պատվիրանքները պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա եւ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Ու դրսում էլ գիտեք ովքեր պետք է գտնվեն, ստություն եւ ամեն անօրություն գործողները, որտեղ պետք է լինի լաց ու ատամերի կրճտոց։ Ու Տերն ասում է, ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Եվ որ նրանք են իր մայրը, քույրերը եւ եղբայրները, ովքեր որ Աստծո խոսքը լսում են եւ անում, եւ այսպես շարունակ։ Եվ ընդհանրապես աշակերտվելու կարիք էլ չէր լինի։ Եթե կատարելու մարդը չէր կարող կատարյալ լինել, էլ ինչ իմաստուն էր նրա աշակերտվելը։ Այսինքն սիրելիներ, աշակերտվելը հենց դա մեր սրբացման ճանապարհն է, որը որ մեզ տանում է կատարելության։ Երկրորդ Տիմոթեոս գլուխ 3-ի 16-ից 17 խոսքերը լսենք։ Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար, վարդապետության եւ հանդիմանության եւ ուղղելու եւ արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված, որի մենք քարոզում ենք, ասում է Պողոս առաքյալը Կողոսացիս առաջին գլխի 28-ից 29 համարներում, ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով ամեն իմաստությունով, որ ամեն մարդի կատարյալ կանգնեցնեն Քրիստոս Հիսուսումը, որի համար աշխատում ենք ճինք թափելով նրա ներկայության չափով, որ ինձանով ներգործում է զորությունով, ել չեմ ասում, որ ասում է 3 տարի գիշեր ցերեկ լացելով ասում է ձեզ սովորացնում ենք Աստծո ճանապարհները, որպեսզի իրենց հանձնեն Աստծո խոսքին, այն Տիրոջը, որին որ նրանք հուսացել են։ Պետրոս առաքյալն էլ առաջին Պետրոս 5-րդ գլխի 10-րդ խոսքում այսպես է ասում. «Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչելից իր հավիտենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում եք, կատարյալ անե, հաստատե, զորացնե, հիմնե»։ Էլ չեմ ասում, որ ասում է եւ ձեր հոգին շունչը մարմինը անարատ պահվի մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալը, որ դու պատվիրանքը անբիծ եւ անարատ պահես մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, ասում է Պողոս առաքյալը առաջին Տիմոթեոս 6-րդ գլխի 14-րդ խոսքում։ Իսկ Փիլիպպեցիներին ուղված թղթում էլ վերջին համարն եմ ուզում ընթերցել, 2-րդ գլխի 2-րդ խոսքում ասում է. «Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայությունումը, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողալով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Եթե մարդիկ վերստին ծնվել էին, Սուրբ Հոգու պարգևը առել են, ջրով մկրտվել էին, ել ինչ կարիք կա, որ նրանք ահով ու դողալով գործեն իրենց անձերի փրկությունը։ Սիրելիներ, այսպեսով կատարելության մասին դեռ շատ ասելու բաներ կան, բայց կարծում եմ, որ այսքանը դեռ բավարար է, այն որ ասում է թացը չորից տարբերելու համար։ Իսկ ինչ վերաբերում է հին մարդու գլուխ բարձրացնելուն, այս մասին շատ հրաշալի քարոզ կա, որը ես կտեղադրեմ այս հաղորդման կոմենտների բաժնում։ Եթե ցանկացողներ կան ճշմարիտ վարդապետությունը լսելու հին մարդու վախճանի եւ նոր մարդու ծնունդի մասին, խնդրեմ, կարող եք լսել։ Եթե կառաջանան հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանենք։ Լավ մնացեք, Տերը ամենքիդ օրհնի, մինչ նոր հանդիպում։